Որ միսը կարող է վտանգ ներկայացնել երեխայի առողջության համար։ Հում, կիսահում ապխտած մսեղենը, այսինքն սուշին նույն կամ բաստուրման, սուջուխ, այսինքն այն բոլոր մթերքները, որոնք հումուսից են պատրաստվում, ինչպես նաև երշիկեղենը եւ նրբերշիկը, սրանք եւս բազմաթիվ արհեստական հավելումներով մթերքներ են, որոնք մենք կարծում ենք, որ միս է, բայց իրականում դա այսինքն միս չէ կամ շատ փոքր ինչ որ քանակություն, հա, կարող է մսի պարունակվել այս մթերքների մեջ, դրանք ահավոր ծանրաբեռ են երեխայի լյարդի եւ երիկամների աշխատանքը, որովհետեւ այնտեղ համ աղերն են շատ, համ ավելորդ համի խթանիչները։ Անդրադառնանք նաև երեխաների կողմից այդքան շատ սիրված խոզապուխտին, որը այո որոշ չափով միս ավելի շատ է պարունակում, բայց այն ինչպես նշեցի պարունակում է մեծ քանակությամբ աղեր, արհեստական հավելումներ, համի խթանիչներ, որոնք ոչ միայն ծանրաբեռնում են երեխայի մարսողական համակարգը, այլ նաև խանգարում են համային ընկալումներին։ Նշեցիք սուշիի մասին, երեխաներին սուշի չի կարելի։ Ոչ, որ տարիքից է կարելի ոչ, ներմուծել։ որովհետև երեխաներին սուշի չի կարելի, որովհետև հում ձկի մեջ արկա է սալմոնելայի եւ լիստերիոզի բակտերիալ այդ վտանգը, մակաբույծները կարող են անցնել երեխայի օրգանիզմ եւ վնասել երեխայի առողջությանը։ Առհասարակ կարող է երկար ժամանակ, մայրիկները կարող են երկար ժամանակ չառաջարկել, հա, ոչ մի բան տեղի չունենա, եթե երեխան սուշի չուտի,